Հարգելի ուսակիցներ, հարգելի հյուրեր, ինչպես նաև մեզ լսող և դիտող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Մենք եկել ենք շատ պատասխանատու մի հանգրվանի, 37 տարվա կուսակցություն ենք, 37 տարվա ընթացքում կուսակցությունը 6 անգամ եղել է ազգային ժողովում, 6 գումարման ազգային ժողովում, ներկայացրել է հարյուրավոր նախագծեր, օրենքների, հայտարարությունների, գործողությունների, մասնակցել է մի շարք կարևորագույն որոշումների ընդունմանը։ Սակայն մեզ համար ամենամեծ նվաճումը և հպարտությունը այն է, որ մեր կուսակցությունը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի համահեղինակ է։ Ավելին, հեղինակ է այն կետերի, մասնավորապես Արցախի վերամիավորման և ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի, որոնք մտել են անկախության հռչակագրի մեջ և այսօր Ադրբեջանի համար հանդիսանում են սարսափելի վտանգավոր, Թուրքիայի համար ահռելի վտանգավոր կետեր։ Մեր կուսակցությունը որպես այդ կետերի հեղինակ, կրկնում եմ հեղինակ, ծանր քննարկումների արդյունքում դեռևս այն ժամանակ կոչվում էր Գերագույն խորհուրդ, Գերագույն խորհրդում, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում կարողացավ անցկացնել անկախության հռչակագիրը։ Այդ իսկ պատճառով մեզ համար այսօր շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք մեր կուսակցությունով պաշտպանել անկախության հռչակագիրը։ Եվ մեր նախընտրական կոչն է, մենք կողմ ենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրին և դեմ ենք ասում, ոչ ենք ասում տարբեր տեսակի ռևիզիոնիստներին և նրանց, ովքեր խաթարում են Հայաստանի անկախության սյուները, այսինքն ներկայիս իշխանության։ Հաջորդ կարևորագույն հարցը, որ ես ուզում եմ կանգ առնել, դա Արցախի հարցն է։ Ասեմ ձեզ, որ մեր կուսակցությունը կանգնած է արցախյան շարժման ակունքներում։ Մենք ստեղծվել ենք 1989 թվականին ապրիլի 4-ին հիմնադրվեց ՍԻՄ կուսակցությունը արցախյան շարժման վերելքի ալիքի վրա։ Այդ օրվանից սկսված մինչև այսօր մեր կուսակցությունը կանգնած է Արցախի և արցախցիների որպես Հայաստանի անբաժան մասի իրավունքների պաշտպանության դիրքերում։ Մենք հանդիսանում ենք 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Արցախի և Հայաստանի ԽՍՀ-ի վերամիավորման որոշման հեղինակը։ Եվ այդ որոշումը թույլ տվեց միավորել Արցախը, դարձնել Արցախը Հայաստանի անբաժանելի մաս։ Սակայն տեսեք, որ այնուհետև Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարությունը փոխեց մարտավարությունը, անցավ, այսպես ասած, անկախ Արցախի գաղափարներին, թեև որոշումը մնաց ուժի մեջ և այսօր էլ ուժի մեջ է։ Անցավ անկախ իբր թե Արցախի, այսինքն Արցախը անկախացրեց Հայաստանից, որտեղ Արցախը արդեն Հայաստանի մաս էր։ Եվ այդ գաղափարախոսությունը, որը վտանգավոր էր, մտցրեց մեր ժողովրդի գլուխները, թե իբր թե Արցախը պետք է լինի անկախ։ Իսկ ինչու չպետք է այդ դեպքում լիներ անկախ Լոռին, Սյունիքը, Շիրակը եւ այլն։ Այդ տարանջատումն էր, որ բերեց այսօրվա ցավագին արդյունքներին։ Բայց մեր կուսակցությունը միշտ պնդել է Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է, այն կարողացել է ամրագրել անկախության հռչակագրում, անկախության հռչակագիրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության անբաժանելի անկախների մաս, հետևապես
այսօրվա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Արցախը հանդիսանում է Հայաստանի մաս։ Եվ երբ որ այս ապօրինի եւ հանցավոր իշխանությունները գնացին պարզապես դավաճանության եւ Պրահայում Եվրոպայի միության եւ այլ արևմտյան ուժերի ճնշման ներքո ի հեճուկս Թուրքիա եւ Ադրբեջանի հրճակեցին Արցախը իբր թե Ադրբեջանի կազմում կատարեցին պետական դավաճանություն, այսինքն պետական հանցագործություն, խախտեցին Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Մենք այն կուսակցությունն ենք, որ ասում ենք, մենք կողմ ենք Արցախի իրավունքների վերականգնմանը, ոչ դավաճաններին ու դասալիքներին։ Արցախի վերաբերյալ մեր կուսակցությունն ունի շատ հստակ, հրապարակված, օրերս վեր է հրապարակված մամուլում ծրագիր։ Ասեն, որ այսօրվա հիմնական քաղաքական դերակատարներից ոչ ոք չի նշում, ինչպիսի ծրագիր ունի Արցախի վերաբերյալ։ Մենք նշում ենք։ Մենք նշում ենք հետևյալը։ Արցախի հարցում մենք պահանջում ենք Արցախի բնակիչների վերադարձը Արցախ, Արցախին քաղաքական անվտանգության տրամադրում, Արցախին քաղաքական ինքնուրույնության, սուբյեկտույնության տրամադրում, վերականգնում դա։ Մենք կողմ ենք, որպեսզի Ռուսաստանի խաղաղապահ զորքերը վերադառնան Արցախ, բայց դրա համար պետք է Հայաստանի իշխանություն հայտարարի, որ նա համաձայն չէ, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Եվ վերջապես, մենք կողմ ենք, որ ճշգրտորեն կատարվեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի երակողմ, այսինքն Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան, երակողմ հայտարարության իրականացումը դառնա գործընթաց եւ մենք դրանով վերականգնենք Արցախի քաղաքական սուբյեկտայնությունը, որովհետեւ այդ միակ փաստաթուղթն է վերջի շրջանի, որտեղ Արցախը նշված է, Արցախի հանրապետությունը նշված է որպես քաղաքական ինքնուրույն սուբյեկտ։ Երբ որ Արևմուտքը, Թուրքիան, Ադրբեջանը տեսան, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դառնում է իրականություն, իհարկե ներկայիս կրկնում եմ դավաճան եւ հանցագործ իշխանություններին ստիպեցին, որպեսզի նրանք ձախողեն այդ կետը, այդ համաձայնագիրը եւ ձախողեն նաեւ այդ համաձայնագրի 9-րդ կետը, ըստ որի բացվում էր ոչ միայն 6-րդ կետով բացվում էր Լաչինի միջանցքը, 9-րդ կետով բացվում էր ոչ թե միջանցք, այլ ճանապարհ, որը այսօր կոչվում են Զանգեզուրի կամ միջանցք թուրքերը, իսկ արևմուտքը կոչվում է Թրամփի ճանապարհ։ Բայց այդ ճանապարհը վերահսկվելու էր Ռուսաստանի ուժային կառույցների կողմից։ Հենց դա էր, որ թույլ չտվեց իրականացնել այն, որովհետև Անգլիայից, մասնավորապես Անգլիայի, այսինքն Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների ղեկավար, մի վեսի ղեկավար Մուրը, նախ ինքը եկավ Հայաստան, հետո իր մոտ կանչեց Հայաստանի ղեկավարությանը եւ տապալեց, պայթեցրեց ուրեմն այդ կետերի կատարումը։ Երբ որ 9-րդ կետը չկատարվեց, որ երկար ժամանակ, նաեւ Ադրբեջանին դա պատրվակ տվեց, որպեսզի նա ուրեմն ոչնչացնի նաեւ 6-րդ կետը, այսինքն Լաչինի միջանցքը փակելը։ Եվ ընդհանուր առմամբ ուրեմն ձախողվեց այն ծրագիրը, որը կբերեր եւ Արցախի պահպանմանը, եւ ճանապարհների բացմանը, եւ խաղաղությանը։ Այդ խաղաղությունը պետք չէր Լոնդոնին, պետք չէր Բաքվին, պետք չէր Թուրքիային եւ պետք չէր, ինչպես պարզվեց նաեւ Հայաստանի ներկայիս իշխանությունը զավթած խմբակին։ Մենք նաեւ Արցախի հարցում պահանջում ենք Բաքվի ռեժիմի կողմից անօրինական կերպով բանտարկված բոլոր արցախցի ռազմական եւ քաղաքական գործիչների անհապաղ ազատ արձակումը։ Անդրադառնամ նաեւ արցախցիների մասնակցությանը ՀՀ ԱԺ ընտրություններին։ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի Գերագույն խորհրդի
որոշմամբ բոլոր Արցախի բնակիչներին տրվեց քաղաքացիության իրավունք։ Այդ իրավունքով հանդերձ արցախցիները ստացան Հայաստանի Հանրապետության անձնագրեր։ Այդ իրավունքը կիրառվեց նաև, երբ որ Ռոբերտ Քոչարյանը առաջադրվեց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում, որովհետև արդեն համարվեց, որ նա, քանի որ Արցախի բնակիչ էր, իսկ Արցախը արդեն ստացել էր քաղաքացիության իրավունք, արցախցիները ստացել են քաղաքացիության իրավունք, արդեն այդ հարցը դուրս եկավ մեջտեղից։ Այսինքն 1989 թվականի դեկտեմբերի 1-ից ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրության Արցախը եւ արցախցիները Հայաստանի մաս են, կազմում Հայաստանի քաղաքացիներ։ Երբ որ նրանցից Նիկոլ Փաշինյանի հանցավոր խմբակը խլեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, կատարվեց հերթական հանցագործությունը։ Երբ որ նրանք ասեցին, որ այս հասկանում եք կապույտ անձնագրերը, որոնց վրա դրված է Հայաստանի Հանրապետության գերբը, դրված է, որ սա Հայաստանի Հանրապետության անձնագիր է, եւ նրանք ասեցին, որ գիտեք ինչ չէ, դուք բանը, սա ճամփորդական փաստաթուղթ է։ Այդ ոնց որոշեցին։ Ով ասեց։ Սա հերթական հանցագործությունն է։ Ինչու համար առաջինը, որպեսզի արցախցիներին թույլ չտան լիիրավ օգտվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքներից, այդ թվում ուրեմն ընտրություններին մասնակցությունից, եւ երկրորդը, որպեսզի տարանջատում, հերթական տարանջատում մտցնեն մեր ժողովրդի մեջ, ինչը արվում էր այն պահից, երբ սկսեցին ասել Արցախը Հայաստանից անկախ, ուրեմն իբր թե հանրապետություն է։ Այսպիսով մենք ունենք շատ հստակ ծրագիր Արցախի վերաբերյալ եւ կառաջարկեի, որ ընտրական գործընթացի մյուս մասնակիցները նույնպես ներկայացնեն իրենց ծրագրերը այս հարցում։ Հաջորդ հարցը դա հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն է, որը որ նույնպես անկախության հռչակագրի պահանջներից մեկն է։ Մենք կողմ ենք հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դրա համար փոխհատուցման գործընթացին։ Ոչ միայն ճանաչում, այլ նաեւ փոխհատուցում։ Եվ մենք դեմ ենք թուրք գործակալներին, ովքեր այսօր ներթափանցել են իշխանության մեջ, եւ հավատուրացողներին։ Մենք դեմ ենք, որպեսզի մեր պատմական դժվարությունները, մեր պատմական կատաստրոֆան այսօր հանվի վաճառքի Թուրքիա եւ Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար։ Հաջորդ հարց։ Մենք կողմ ենք հայ առաքելական եկեղեցու հատուկ դերին։ Մենք պաշտպանում ենք հայ առաքելական եկեղեցուն։ Մենք գտնում ենք, որ այն ինչ որ իշխանությանը գալուց անմիջապես հետո Նիկոլը սկսեց թույլ տալ հայ առաքելական եկեղեցու դեմ, նույնպես Հայաստանի Հանրապետության սահմանադրության կոպտագույն խախտում է։ Երկու հոդվածի։ Առաջի հոդվածը այն է, որ Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին տարանջատված է պետությունից։ Եվ երբ որ Նիկոլը եւ իր ոմակը իրենց նախընտրական ծրագրում օֆիցիալ ձևով գրում է, որ նրանք պարզապես պատրաստվում են ոչնչացնել հայ առաքելական եկեղեցու ամբողջ ինստիտուտը, հարձակվեց կաթողիկոսական ինստիտուտի վրա, փոխել կաթողիկոսին, փոխել ինչ-որ նորություններ անել, սա այդ կետի սահմանադրական կետի կոպտագույն խախտում է, ինչը մենք իհարկե թույլ չենք տալու։ Ավելին, ես կոչ եմ անում իրավաբաններին հավաքվել եւ եկեղեցու շուրջ եւ դատի տալ Նիկոլին, որովհետեւ այդպիսի կետ են նրանք մտցրել իրենց նախընտրական ծրագրում։ Ավելին, ես կոչ եմ անում եւ պահանջում եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովից չգրանցել այդ կուսակցության նախընտրական ցուցակը, որովհետեւ այն արդեն իսկ ապօրինի է, պարունակում է սահմանադրության խախտում։ Երկրորդ կետը սահմանադրության դա հայ առաքելական եկեղեցու հատուկ դերն ու նշանակությունն է հայ հասարակության զարգացման մեջ։ Այս սահմանադրությունը
նշում է, որ ինչքան կարևոր է մեր եկեղեցին մեր ինքնության պահպանման համար։ Եվ փաստորեն այդ կետը նույնպես դարձել է նիկոլականների ոտնձգության օբյեկտ։ Մենք պաշտպանելու ենք հառաքելական եկեղեցին, մենք պաշտպանելու ենք եկեղեցու իրավունքները, մենք պաշտպանելու ենք այն կետերը սահմանադրության, որտեղ ֆիքսված է եկեղեցու դերը եւ նշանակությունը եւ ինքնուրույն աշխատելու իրավունք։ Մենք ասում ենք նաեւ ոչ աղանդավորություններին, աղանդավորականներին եւ նրանց, ովքեր փորձում են տարանջատում մտցնել հայ հասարակության հոգևոր կյանքում։ Հոգևոր կյանքը մեզ համար ապահովելու խնդիրը դրված է եւ մենք դա պաշտպանելու ենք։ Հաջորդ կետը դա մենք միշտ հանդես ենք եկել հայ ավանդական ընտանիքի եւ արժեհամակարգի օգտին։ Հայ ավանդական արժեհամակարգը մեզ համար, մեր կուսակցության համար 37 տարիների ընթացքում եղել է պաշտպանության կարևորագույն սյուն, որովհետև բազմաթիվ սորոսականներ, LGBT-ականներ, այլ ուրեմն գրանտակերներ փորձում էին հարձակում գործել մեր ավանդական կերպարի, ավանդական ընտանիքի, ավանդական կենցաղի կացուցաձևի վրա։ Եվ մենք միշտ ենք կռիվ տվել, դատերի ենք մտել, ցույցերի ենք մասնակցել, հանդես ենք եկել մեծ հոդվածներով, ստացել ենք հարվածներ անգամ ուրեմն ԵԽԽՎ-ից, հա, ԵԽԽՎ-ն եթե հիշում եք, կոնկրետ իմ անձի դեմ ընդունել էր նույնիսկ բանաձև, որ ինչքան վատն եմ ես, որ պաշտպանում եմ հայ ավանդական համակարգը, արժեքահամակարգը։ Դուք հիշում եք, որ իրավունք թերթի դեմ տասնյակներով դատեր էին սկսվել։ Մեր Վաղամերիկ խմբագիր Հովհաննես Գալաջյանի դեմ ամեն օր 5-6 դատ էր գնում։ Ինչը մենք պաշտպանում էինք մեր իրավունքը որպես ազգ ապրելու այնպես, ինչպես որ մենք համարում ենք ճիշտ, եւ ոչ թե այնպես, ինչպես որ մեզ թելադրում են դրսից։ Բայց եկան ուժեր, եկան ոչ թե մեր ժողովրդի ուզելով, այլ կազմակերպեցին հեղաշրջում եւ այդ ուժերը այսօր թելադրում են մեզ հակառակը։ Մենք կողմ ենք քաղաքացիական իրավունքներին, որոնք ֆիքսված են, ամրացված են մեր սահմանադրության մեջ։ Կողմ լինելով դրան, մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրավունք ունեն եւ աշխատանքի, եւ բուժօգնության, եւ արդար դատավարության, եւ ուսումը ստանալու, եւ բոլոր այն մարդու իրավունքների ցանկին, որը նշված է սահմանադրության։ Մենք դեմ ենք այն բռնապետությանը, որը որ այսօր պարզապես ծաղկում է Հայաստանի Հանրապետությունում, բանտերում են գտնվում քաղաքական գործիչներ, եկեղեցական գործիչներ, լրագրողներ, ակտիվիստներ, եւ այս մթնոլորտը կոչվում է ազատ ընտրություններ։ Իհարկե ոչ մի ազատ ընտրություն այստեղ չկա, եւ եվրոպական այս խորհրդի, եվրոպական միության, ԵԽԽՎ-ի եւ այլ եվրոպական ԽԽՎ-ների կողմից այստեղ բերված, այստեղ գործուղված այդ դեսանտները, որոնք գալիս են Նիկոլի իշխանությունը պահելու, փայփայելու, անձեռնմխելությունը ապահովելու, իհարկե հանցակից են դառնում այս հակաժողովրդավարական, բռնապետական գործողություններին։ Մենք շատ հստակ, մշտապես եւ անդրդուն ձևով 37 տարիների ընթացքում ասել ենք, մենք պետք է լինենք Ռուսաստանի հետ ամենասերտ դաշնակիցները։ Սա Սին կուսակցության մշտապես հրապարակված եւ հայտարարված քաղաքական արտաքին քաղաքական գիծն է։ Ոմանք մեզ ասում էին ռուսամետներ, բայց ես ասեցի, որ մենք Հայաստանի անկախության կիզակետում գտնվող կուսակցություն ենք եւ Հայաստանի ինքնության կիզակետում գտնվող կուսակցություն ենք։
Մեր արտաքին քաղաքականությունը այո ուղղված է դեպի Ռուսաստան։ Ինչու՞, որովհետև Ռուսաստանը վերջի 200 տարվա ընթացքում ոչ միայն փրկեց հայ ժողովուրդը վերջնական կործանումից, այլև թույլ տվեց, որ մենք ձևավորենք նախ ինքնուրույն քաղաքական միավորներ, հետո ինքնուրույն պետություն եւ այսօր անկախ պետություն ունենք ի շնորհիվ Ռուսաստանի հետ մեր համագործակցության։ Այն սխալները, որոնք թույլ է տվել Հայաստանը, թե առաջին հանրապետության ժամանակ, թե այս վերջի 8 տարիների ընթացքում, իհարկե բերել են Ռուսաստանի կողմից մեր հանդեպ որոշակի անվստահության։ Այդ անվստահությունը մեր կուսակցությունը մասնակցելով ընտրությունների, իսկ եթե ժողովուրդը մեզ նաև վստահի, հաղթելով այդ ընտրություններում պետք է հանենք դուրս եւ վերականգնենք եւ ել ավելի զարգացնենք հայ-ռուսական հարաբերությունները։ Մենք պետք է ձևավորենք Ռուսաստանի հետ նոր միություն։ Եվ մեր կարգախոսն է ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ հանուն նոր միության։ Այսօր շատերը հարց են տալիս, բա նախկինները ինչպես, ինչու կար կոռուպցիա, իհարկե կար կոռուպցիա, իհարկե կար բազմաթիվ սխալներ, իհարկե կային հակաժողովրդավարական դրսևորումներ։ Ես կտարանջատեի բոլոր դեպքերում այն հատվածները, որոնք վերաբերում էին նախկինում ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ եւ Սերժ Սարգսյանի ժամանակ։ Բոլոր դեպքերում եւ կոռուպցիայի մակարդակով եւ հատկապես բռնապետության մակարդակով եւ հակազգային դրսևորումների մակարդակով իհարկե դրանք տարբեր էին։ Եվ եթե մենք հիշում ենք, ապա մենք բազմաթիվ առաջարկներ ենք արել, որպեսզի դա այդպես չլինի։ Բայց մենք նաև ստացել ենք հարվածներ եւ ամենամեծ հարվածները եղան Սիմ կուսակցության հանդեպ եւ Իրավունք թերթի հանդեպ այն ժամանակ, երբ որ իշխանության էր Ռոբերտ Քոչարյանը։ Մենք դա շատ լավ հիշում ենք եւ շատերը ասում են, դուք եթե անցնեք խորհրդարան, ում կմիանաք կամ ում չեք միանա, կամ ում հետ կհամագործակցեք, ում հետ չեք համագործակցի։ Երկու կա խումբ, թիմ, որի հետ մենք երբեք ոչ մի պայմաններում չենք տեսնում համագործակցություն։ Դա Նիկոլ Փաշինյանն է եւ Ռոբերտ Քոչարյանն։ Ասում են, բա միասնության հարց ինչու եք առանձին ուզում մասնակցել ընտրություններին։ Իհարկե մեր կուսակցությունը ոչ միայն միասնության կողմնակից է, այլ նաեւ այդ միասնության ջատագովն է եւ դրա ապացույցն է մեր կուսակցության 25 թվականի հոկտեմբերի 3-ի հայտարարությունը, որը հրապարակվել է թերթում, Իրավունք թերթում, հրապարակվել է կայքում, բոլոր տեղերում։ Ինչ է ասված հայտարարության մեջ։ Հաշվի առնելով, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը Նիկոլ Փաշինյանը իր գործունեության ընթացքում խախտել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, խախտել է Հայաստանի Հանրապետության անկախության մասին հռչակագիրը, ինչպես նաև ՀՀ սահմանադրության առնվազն 34 հոդված, ինչով կատարել է իշխանության յուրացում, միաժամանակ իր եւ իր կառավարության գործունեության արդյունքում կտրուկ վատթարացրել է Հայաստանի Հանրապետության միջազգային վարկը, տնտեսական եւ սոցիալական վիճակը, ասեն, որ այս ընթացքում կրկնապատկվել է Հայաստանի արտաքին պարտքը։ Այսօր յուրաքանչյուրը մեզանից, մեր երեխաներից եւ թոռներից համարյա $5,000 արդեն պարտք ենք, ի շնորհիվ Նիկոլի կառավարությանը։ $5,000 յուրաքանչյուրս։ Թույլատրել է կապերը Սփյուռքի հետ, պարտվել է պատերազմում, ինչպես նաև պարտվել է սահմանային ռազմական կոնֆլիկտներում, ոտնատակ է տվել հայ ազգի արժանապատվությունը եւ պատմական հիշողությունը, հարձակումներ է գործել հայ առաքելական եկեղեցու հանդեպ, քաղաքական հետապնդումներ է ենթարկել իր քաղաքական ընդդիմախոսներին, 2018 թվականի ապրիլ-մայիսին ապօրինի կերպով զավթել է իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում, դրա վկան մենք բոլորս ենք, եւ ես որպես այն ժամանակվա ազգային ժողովի պատգամավոր կարող եմ դա վկայել 100 անգամ, եւ մենք ինչ ենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք, որ
ՍԻՄ-ը ի աջակցություն խորհրդարանական քաղաքական ուժերի նախաձեռնած անվստահության գործընթացին, այն ժամանակ դուք հիշում եք, երկու խորհրդարանական ուժեր փորձեցին impeachment-ի գործընթաց նախաձեռնել իրար հետ, վերջապես այդ օրը իրանք միացան։ Մենք ուրեմն ի աջակցություն այդ գործողությունների հայտարարում է, որ անվստահություն է հայտնում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանին եւ պահանջում է նրա պաշտոնակությունը։ Բայց մենք պաշտոնակությունը պահանջել ենք մեր հենց առաջի համագումարում, որը տեղի ունեցավ 18 թվականից հետո, հեղաշրջումից հետո։ Եթե հիշում եք, հոկտեմբերին մենք արեցինք 25-րդ համագումարը եւ 25-րդ համագումարում նույնպես պահանջեցինք անմիջապես այն ժամանակ, երբ որ ասում էր Նիկոլին հրաժարական, 1000 հոգի թափվում էին վրա, ասում են ոնց թե բան նոր ուժ է գալիս, բան։ Այսօրվա այդ 1000-ից 999 կանգնած են, ասում են այս ինչ վատ բան եղավ, ոնց եղավ, ոնց եղավ, եթե գնացիք պաշտպանեցիք, քվեարկեցիք կողմ, այսօրվա դիմադիրների 90% են ժամանակ կողմեր Նիկոլին։ Եվ բոլորը այդպես ասում են, դե լավ էր էլի, այդպես եղավ, հիմա էլ այսպես եղավ։ Մենք ՍԻՄ-ներ, որ առանց տատանվելու ասեց, ոչ, սա հակազգային ուժ է, կուսակցությունների մասին է խոսքը, ՍԻՄ-ը այն ժամանակ շատ հստակ հայտարարեց դա։ Մնացածը, այսպես, այնպես, մի մասը պարզապես աջակցեցին, մի մասը կիսատ պրատ աջակցեցին, մենք այդ բոլորը հիշում ենք եւ բոլորին ենք հիշում։ Ոչինչ մոռացված չէ, ոչ ոք մոռացված չէ, այդպիսի խոսք կա, տվյալ դեպքում մենք սա կարող ենք ասել այն դեպքին, երբ որ 2018 թվականին կազմակերպվեց եւ իրականացվեց խայտառակ հակազգային հեղաշրջումը։ Եվ մենք այն ժամանակ գրում ենք երրորդ կետը մեր հայտարարության։ Առաջարկում ենք բոլոր ոչ խորհրդարանական ուժերին, այդ թվում կուսակցություններին, հասարակական կազմակերպությունների շարժումներին ստորագրել համատեղ հայտարարություն Փաշինյանին անվստահություն հայտնելու եւ իր պաշտոնակությունը պահանջելու վերաբերյալ։ Այսինքն միասնության կոչը արդեն մենք արեցինք հոկտեմբերի 3-ին։ Մենք առաջարկեցինք, որպեսզի այդ պահանջների տակ ստորագրած ուժերը առաջարկում են ձևավորել համահայկական դիմադրության ճակատ, անկախ ճակատի մասնակիցների ներքաղաքական կամ արտաքին քաղաքական ծրագրերից, այսինքն ռուսամետես, արևմտամետես, եթե դու Հայաստանի համար ես մտածում, եկեք կանգնենք մի հարթակի վրա եւ պահանջենք այս իշխանությունների հեռացումը։ Այս առաջարկությունը հնչել է։ 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններում հանդես գալ մեկ դաշինքով, որի կարգախոսն է լինելու ՀՀ սահմանադրությանը այո, Նիկոլին ոչ։ Ընտրություններում հաջողության դեպքում ստեղծել կոալիցիոն կառավարություն մեկ տարվա ընթացքում վերականգնել ՀՀ-ում սահմանադրական կարգը, որը հիմա խախտված է, եւ նշանակել ԱԺ նոր արտահերթ ընտրություններ, արդեն այն ժամանակ բաժանվելով տարբեր խմբերի ըստ արտաքին քաղաքական կամ ներքին քաղաքական ուղղվածությունների։ Այսինքն, եթե մեկն ու մեկը կա, որ այսօր կարող է ասել, որ կողմնակից է միասնությանը, առաջինը մենք ենք։ Այս կոչից հետո ես այս կոչը երևի 10 անգամ ասել եմ հեռուստատեսությամբ, մեր Իրավունք TV-ի YouTube ալիքով, դրա մասին գրել է թերթը, վերջի անգամ դրա մասին ասվեց 3-4 օր իմ ելույթում, որտեղ ասեցի, որ հետո չասեք, որ ես ձեզ չեմ զգուշացրել։ Առանձին դուք գնում եք, դա վերում է այսօրվա գոնե կոնֆիգուրացիայով, որ մենք տեսնում ենք Նիկոլի հաղթանակին։ Դա ակնհայտ է։ Ինչու չեմ գնում միասնաբար, չեմ կարող ասել։ Որոշ դեպքերում մենք մի քանի անգամ առաջարկություններ ենք արել նաև նոր ձևավորված ուժի, դեպ այդ ուժը սկզբից կոչվում էր մեր ձևով, հիմա վերանվանվեց Ուժեղ Հայաստան։ Անգամ այդ անունը վերցնելուց մենք առաջարկեցինք, քանի որ դուք վերցնում եք մեր 5 տարվա մեր շարժման անունը Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ, որը կարող է շփոթություն առաջացնել, առաջարկում ենք ձեզ քննարկել, պաշտոնապես գրավոր նամակ եմ ուղարկել պարոն Կարապետյանին, քննարկել ինչպես անել, որպեսզի չլինի ուրեմն շփոթություն այս հարցում։ Ցավոք սրտի մեր մի քանի դիմումները մնացին անպատասխան, եւ ուղղակի դիմումները, եւ այսպես հրապարակային կոչերը։ Այս պատճառով մենք տեսնում ենք այսօր հետևել։ Առաջինը, չկա մի քաղաքական ուժ, որը
ուղղակիորեն առանց այսպես ասած ամոթխացության, առանց այսպես դե համենք կողմ ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների, բայց գիտեք շատ կարևոր է որ մեր անվտանգության համակարգը հիմնվի նաև Ամերիկայի վրա։ Դե չի կարող այդպիսի բան լինել ներկայիս աշխարհում։ Չի կարող համ Ամերիկայի վրա հիմնվել քո անվտանգության համակարգը, համ Ռուսաստանի հետ։ Աշխարհը փոխվել է այնպես որ կան տարբեր բևեռներ։ Չի կարող Թաթոյանը ասում է բերեք Եվրամիության հետ համագործակցենք անվտանգության համակարգը ձևավորելու։ Կարապետյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ասում են որ TRIP-ը շատ լավ ծրագիր է եւ պետք է դա իրականացնել։ Մենք չենք կարող այսպես ասած գնալ նստել 15 աթոռի վրա։ Ժամանակը եկել է որպեսզի կատարես վերջնական եւ միանշանակ ընտրություն։ Եվ երբ որ վերջի Փաշինյանի վերջին, հուսում եմ որ վերջինն է, այցի ժամանակ Մոսկվա նրան ասեցին, որ գիտես ինչ, տղա ջան, կամ Եվրամիություն, կամ Եվրասիական միություն։ Ընտրեք, որոշեք, ձեր ժողովրդով, քվեարկելով, ընտրություններով, որոշեք, ինչ եք ուզում։ Ուզում եք գազը էժան, չգիտեմ, ցորենը էժան, ուզում եք որ ձեզ պաշտպանի մեր 102-րդ բազան, ուզում եք որ ձեզ պաշտպանեն մեր սահմանապահները, ուզում եք շատ օգուտներ ստանալ Եվրասիական տնտեսական միությունից, ուզում եք եւ այլն, սա մի ճանապարհ։ Ուզում եք Եվրամիություն, խնդրեմ, տարեք ձեր ծիրանը, փորձեք վաճառել Թուրքիայում կամ որտեղ եք վաճառելու, տարեք վաճառեք, ինչ եք ուզում։ Ձեր կոնյակը, ձեր ջերմուկը, ուրիշ բան ոնց որ չունեք էլ։ Տարեք, վաճառեք, կերեք, զարգացեք, ապրեք, ինչ ուզում եք արեք մի խոսքով։ Հասկանում եք։ Շատ պարզ ձևի ասվեց դա։ Եվ մենք պետք է հասկանանք, որ լուծումը այստեղ է։ Մեր անվտանգության հարցը համար մեկ հարցն է։ Եվ այդ համար մեկ հարցի վերաբերյալ, երբ որ ասում են, գիտեք, դե համնրա հետ չի լինելու։ Լինելու է Ռուսաստանի հետ Իրանի աջակցությամբ։ Իրանը ցույց տվեց, որ դա շարքային պետություն չէ։ Եվ մենք գտնվելով մի կողմից Ռուսաստանի հետ պաշտոնապես եւ ոչ պաշտոնապես ամենալայն դաշինքի մեջ, մյուս կողմից Իրանի հարևանությամբ փորձում ենք այդ երկու պետությունների դեմ կատարել գործողություններ, ինչը բերելու է նրան, ինչով ավարտվեց առաջին հանրապետությունը կամ ինչով ավարտվեց Արցախի հանրապետությունը։ Հայաստանի հանրապետության կործանման կամ Ալեքսանդրոպոլ պայմանագիրը, որը 20 թվականին Հայաստանի հանրապետության առաջին կառավարությունը դաշնակցական կառավարությունը ստորագրեց Թուրքիայի հետ, որով Հայաստանը ըստ էության դառնում էր Թուրքիայի ենթակա տարածք 9500 քառակուսի կիլոմետրով։ Հետո որ 9500 կիլոմետրը դարավ 30000 քառակուսի կիլոմետր, բոլորը փոխանակացան շատ շնորհակալություն, բա դա ո՞նց եղավ։ Քանի հայ զինվոր զոհվեց, քանի ճակատամարտ եղավ, որ 9500-ը դարավ 30000։ Ոչ մեկ չի ասում։ Բա ո՞նց դարավ։ Բա ինչպես դարավ, որ 9500-ը դարավ 30000։ Ասում են, չէ, Նախճեվանը մեզ չտվեցին։ Իբր թե մերն էր այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության տարածքում զորքը կանգնած էր Նախճեվանում, ինչ որ մեկը եկավ, ասեց չէ, չենք տալիս։ Մենք արդեն կորցրել էինք Նախճեվան։ Եվ այդտեղ արդեն կանգնած էր թուրքական բանակը։ Մենք արդեն կորցրել էինք Արցախը, որտեղ թուրքական բանակը Նախճեվանով մտավ Շուշիում կազմակերպեց ջարդ, հետո հասավ Բաքու, հիշում եք, կազմակերպեց Բաքվի ջարդը եւ Բաքվի Շահումյանի կառավարությունը տապալեց։ Եվ բոլորը ասում են, գիտեք ինչ, այ ինչ վատն էին ռուսները, փոխանակ մեզ տային 500 քառակուսի կիլոմետր, 1000 քառակուսի կիլոմետր, տվեցին 30000 քառակուսի կիլոմետր։ Բայց շնորհակալություն բառը չկա։ Բա քանի էլ եմ ասում, քանի զինվոր, քանի ճակատամարտ եղավ, երբ որ Ալեքսանդրոպոլի պայմանագիրը հանգարց ուրեմն իդերևս եկավ։ Այսպիսի հարցեր կան հարգելի ուսակիցներ, որոնց մասին էլ եմ ասում, այսօրվա ոչ ընդդիմությունը, ոչ առավելևս իշխանությունը չեն խոսում։ Իսկ դրա մասին պետք է խոսալ։ Հենց այդ պատճառով է, որ մենք առաջադրվում ենք այս ընտրություններում մեր ժողովրդին ասելու այն ճշմարտությունը, որը որ
մենք գիտենք, տեսնում ենք եւ պետք է ասենք։ Երկրորդ հարցը հետեւյալն է, եթե չի լինում միասնություն, այսինքն ստացվում է, որ այն մարդիկ, ովքեր մերժում են միասնությունը, կարող են առաջադրվել, իսկ այն մարդիկ, ովքեր հոկտեմբերից մինչև այսօր առաջարկում են, այսօր էլ են առաջարկում։ Այ պարոն Վարդանյանն ասեց, այսօր էլ ենք առաջարկում, 2 օր է մնացել, այսօր էլ ենք առաջարկում։ Ընդ որում մեր կուսակցությունը բազմիցս ասել է, ոչ մի բան չենք ուզում։ Ոչ տեղ ենք ուզում պարլամենտում, Փառքաստու 6 գումարումներում եղել ենք, ես մենակ 15 տարի եղել եմ պարլամենտում, գիտեմ լավագույն, այսպես ասած, զբաղմունքը չի կյանքում։ Ոչ ուզում ենք գործադիրում, ոչ մի բան չենք ուզում, ասում ենք մեր կուսակցությունը կլինի այդ, չգիտեմ, քանի կուսակցություն կլինի, 50, 60, մենք կլինենք այն 50-րդը։ Չենք ուզում ոչ մի բան։ Ուզում ենք միասնություն, ուզում ենք հաղթել Նիկոլին, բայց դուք չեք ուզում միասնություն։ Չեք ուզում, ի՞նչն է պատճառը։ Դուք գիտեք։ Բայց եթե դուք չեք ուզում միասնություն, չի նշանակում, որ մենք էլ իրավունք չունենք այդ դեպքում մտնելու այս պայքարի մեջ, տեսնելով, որ դուք արդեն պարտվել եք։ Ձեր մարտավարությունը սխալ է, ձեր քաղաքական ծրագիրը հերհերուկ է, դուք հստակություն չեք կարող առաջարկել հայ ժողովրդին։ Մենք ինչ է, այդ դեպքում պետք է լռենք, ասենք դե լավ, որ դուք չեք ուզում միասնություն, ուրեմն դե չեք ուզում, ուրեմն թող պարտվենք, ոչ, մենք գնալու ենք պայքարի եւ երրորդը, ասում են ձայների փոշիացում։ Շատ ներողություն։ Նախ ով է ասել, որ ով կանցնի շեմը, ով չի անցնի։ Այդ դեռ ոչ ոք չի կարող ասել։ Եվ երկրորդը, եթե ընդդիմությունը անցնում է 50%, այսինքն վերցնում է իշխանություն, ուրեմն փոշիացված ձայները պետք է ավելանան ում ընդդիմությանը։ Ուրեմն թող ընդդիմությունը բարի լինի, այնպես կազմակերպի նախընտրական գործընթացները, որ հաղթի։ Իսկ եթե պետք է պարտվի, դե փոշիացումը ուրեմն ոչ մի նշանակություն ուրեմն նույնպես չունի։ Այսպիսով մեր նախընտրական ծրագրի հիմնադրույթները ես ձեզ նույնպես ներկայացրեցի։ Մեր մարտավարությունը նույնպես մի փոքր անց